Մի հատ քշեմ, տեսնեք։ Давай, գնաց։ Պատրաստ եք։ Давай, գնաց։ Ոչ եք լարվում։ Գնացինք։ Էս ինչ, ահա, մի րոպե։ Բայց Չէ, բա, կարող է ես մի դասում այդքան անեի։ Ողջույն բոլորին, ես Դավիթ Ռակուրսն եմ եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը։ Մենք այսօր գտնվում ենք Enduro Park-ում։ Ստոպ։ Արդեն մյուսը Դավոյի մոտ մոտենալուց կասեմ։ Եթե դուք չկրահեցիք որտեղ է գտնվում Enduro Park-ը, հուշեմ, որ այն գտնվում է Sky Club-ի հարևանությամբ։ Իսկ հիմա գնանք եւ ծանոթանանք Enduro Park-ի համահիմնադիր Դավիթ Ալթունյանի հետ։ Դավիթ ջան, հարգանքներս։ հարգանքներս։ Ոնց եք։ Լավ ենք, դուք ինչպես եք։ Լավ, Դավիթ ջան, քանի որ ինձ համար Enduro-ն որպես այդպիսի նորամուծություն է, ես չգիտեմ։ Ես կխնդրեմ մինչև պրակտիկ դասին անցնելը մի քիչ նստենք, խոսենք, ծանոթանանք, նաեւ իմանամ իրենց ինչ է ներկայացնում Enduro-ն ու ինչով է տարբերվում մյուս մոտոցիկլներից։ Շատ լավ։ Նստենք այս հովին, իրական հիմա բավականի տակ շոկ եղանակ, Հա, Դավիթ ջան, կխնդրեմ մի հատ պատմես ինչ է իրենից ներկայացնում Enduro ասածը ու ձեր Enduro Park-ը դա ակումբ է, ընկերություն է, ՍՊ է, ինչ է դուք թե ուղղակի ընկերներ եք հավաքվել եք, որոշել եք Հայաստանում զարգացնել այս սպորտաձևը։ մերը ՍՊ է ու այս ՍՊ-ն ֆեդերացիայի կողմից լիցենզավորված է։ Որ ֆեդերացիայի։ Հայաստանի ազգային մոտոսպորտի ֆեդերացիայի կողմից լիցենզավորված է, որ իրավունք ունենանք այս գործունեությունը ծավալենք։ Մենք զարգացնում ենք Enduro տուրեր, արշավներ, տրեյնինգներ եւ մրցումներ։ Enduro ասածը, Enduro-ն ես տենց միջև այստեղ գալը գուգլեցի, ինքը համարվում է լեռներում քշելու համար նախատեսված մոտոցիկլ, ճիշտ է։ Հա, սկզբում մի քիչ պատմություն ուրիշ է, մոտ 100 տարի առաջ Enduro-ները ստեղծել են, որպեսզի մոտոցիկլետի դիմադրողականությունը չափեն, հասկանան մոտոն դիմադրողականությունը ինչքան է հզոր, հետո արդեն տարածվել է, սկզբում եղել է մոտոկրոսը, դրանից վերածվել է Enduro-ն ու հիմա աշխարհում ավելի մեծ դիրքեր է զբաղեցնում Enduro-ն։ Այսինքն մոտոկրոս քշողները տեղափոխվում են դեպի Enduro-ի։ Դա աշխարհում համատարած է։ Տարբերությունը ո՞րն է։ Շատ տարբերություններ կա իրականում։ Թոփինգը, որ հասկանանք, որովհետև ինձ համար կոնկրետ մոտոցիկլ այդտեղ համ Harley-ն է մտնում, համ այս տարբերակները, բայց ինչով են իրանք տես տարբերվում։ Տեսքով իրանք շատ նման են, շատ հեշտ է իրանք խառնել, բայց կարամ մոտոյի տարբերությունները ասեմ, մոտոների տարբերությունները, օրինակ մոտոկրոսը լինում է ավելի ռեսկի, 5 սկորուստ է լինում, նախատեսած է կտրուկ գործողությունների համար, տրեկում քշելու համար, հա, ինքը տրեկում է քշում, թե էլի հնարավոր լեռնային տարածքների։ Չէ, մոտոկրոսը լեռնայինում շատ անհարմար է, քանի որ իր ամորտիզատորները շատ չոր է։ Իսկ Enduro-ն ավելի փափուկ է սարքած, լեռներում ավելի հարմար է, էլի մագլցելը։ Հայաստանում ինչքանով է ինքը տարածված։ Նախ ինչքան ժամանակ է որ կա ձեր ակումբը։ Արդեն 6 տարի է։ Արդեն 6 տարի ունենք։ Առաջի տարվա համեմատ։ Այս տարին, տենց աճը դուք ինչքան կգնահատեք։ Եթե օրինակ առաջի տարին այսքան մարդ կար, որ սիրում էր, գալիս զբաղվում էր կամ ձեզ դիմում էր արշավների համար կամ սովորելու համար ու հիմա ինչքան կա։ Եթե 1-ից 10-ով գնահատեմ, երևի 7։ Այդ 6 տարվա մեջ զարգացումը 7։ Հա, 7։ Ինչն է պատճառը, որ 10 չի։ Իրական շատ խնդիրներ կա, որ 10 չի, բայց խնդիրներից մեկը կարանք համարենք լուծված է հենց Enduro Park-ի գոյությունը, այս տարի է սկսել։ Այսինքն հիմնական տեղ չենք ունեցել, որտեղ որ կարելի է մարզվել, զբաղվել, մոտոները պահել, այսօր հնարավորություն ունենք մոտոները պահենք ստեղ, մարդկանց սովորեցնենք կոնկրետ լոկացիայում, այսինքն իրանք իրենց մեքենայով նստեն գան, հանդերձանը կա, փոխվեն, մարզվեն, հետո գնան արշավների։ Մի խոսքով ամենակարևոր հարցերից մեկը այս պայդրությամբ համարում ենք լուծված։
Իսկ սովորել ասածը ինքը տենց ինչ որ անընդհատ դասերի հաճախելու սկզբունքով է, թե 1-2 դասը բավական է։ Չէ, մեր մոտ պարապմունքները սենց է, փաթեթներ ենք վաճառում 7 դաս, եթե լրիվ զրոական է 7 դաս պարապմունքից հետո տևողության ժամկետը 2 ժամ։ 7 դասից հետո արդեն տանում ենք առաջի թույլ արշավին, որ ունենք մենք։ Հա, քննության պես անցնում է։ Հա, արշավ հետնել տրեյնինգ, այսինքն համ սովորացնում ենք, համ արշավ ենք տանում այդ նույն օրվա մեջ, ու տենց ինքը աճելու տեղը շատ մեծ է, ինչքան որ կուզես, էլի։ Այս ինչքան շունիկներ ունեք այստեղ։ Տարածքը ապահովում են տարածքի անվտանգությունը ապահովում են, էլի։ Նաև իրենք են ունենք անվտանգության աշխատակիցներ ու նաև ունենք իրանց։ Շատ իմիջայլոց էլի եմ ասում, եթե չֆիքսեցիք որտեղ է գտնվում Enduro Park-ը, ինքը կարելի ասել նույն տարածքում է, ինչ Sky Club-ը, այսինքն առնվազն Google-ում, հա, եթե այս պահին հավաքեն Sky Club, սա կգտնեն։ Այո, շուտով Enduro Park-ել որ հավաքեն կգտնեն։ Ահա, Enduro Park հավաքում է Google-ում ու բերում է այստեղ, ինքը իրականում գտնվում է Եղվարդից մոտ մենք չափեցինք 3-4 կիլոմետր գլխավոր ճանապարհից թեքվում ես, հասնում ես այստեղ։ Ճանապարհը հիմնականում անցանելի է, ցածր մեքենայով էլ կարող եք գալ։ Իսկ այստեղ գալիս են ընտանիքներով, նաև այդ ֆորմատը, եթե երեխայի հետ գամ, ինչ տարիքի երեխայից սկսած կարող եմ սովորեցնել։ Նո, ես տեսնում եմ, sense փոքր մոտո ունենք, դե 5 տարեկանից սկսած սովորացնում ենք, էլի։ Իսկ մոտոցիկլը միջինացված, ինչ կարժեն է, եթե ես հավանեմ այս սպորտաձևը ուզենամ։ Նայեք, մոտոների մեջ չինական տարբերակներ այսօր ունենք շուկայում, որ բավականին արդյունավետ աշխատում են, այսինքն սկսնակի համար մոտ 2-ից 3 տարի ինքը լրիվ հերիք է, էլի։ Դրանից հետո էլ հələ ինքը նենց չի, որ լրիվ անպետքության կմատնվի, այսինքն էլ ու դրանք ինչ գներ են։ Այսօրվա շուկայում 1.350.000 նորն է։ Հա։ Այդ իսկ ես տեսել եմ հայկական հայասի, չէ՞ ոնց որ հայասը դրանք կապ ունեն Enduro-ի հետ, թե դրանք հայկական մոտոցիկլետ գոյություն չունի, ոչ մի տարբերակով։ Խափել են ինձ։ Եթե տենց նայենք, ուրեմն սա էլ է հայկական։ Էդի զբորկա Չինաստանում ուղղակի պատվիրում ես, ուզում ես անունդ ես գրում, ինչ անուն ուզում ես դու ես գրում էլի վրան։ Հետո գալիս աստեղ տուփից բացում ես, որ ես 1000 անգամ ինքս բացել եմ։ Հետո անունը տենց կարաս հայասա դնես, կարաս Կազբեկ դնես, ասենք, ինչ որ մտքովդ անցնում է, էլի։ Ու դրան հայկական ասել լշատ հեռու ենք, էլի իրականում։ Չէ, լավ, հասկացա։ Ինձ թվում է մոտեցավ պրակտիկ աշխատանքին անցնելու ժամանակը։ Առաջնային է, ինչա պետք է անել։ Մինչև դասը սկսել է, ես ինչ պետք է անեմ, ոնց պատրաստեմ։ Տերմո հագուստով գալիս եք այդտեղ։ Տերմո, նույնիսկ եթե ամառային տերմո։ Ամառային տերմո, դա նշանակում է շնչող։ Հա։ Հա։ Սա համարենք շնչողա, թե Չէ, դա շնչող չի, այսօր ես դες կտրամադրեմ լրիվ նոր, խնդիր չի։ Բայց մյուսը որ տենակ ինչ է արդեն, հետներդ կբերեք։ Կամ վիտրիներ գոյություն ունեն, հիմա ցույց կտամ։ Գնանք, ինձ թվում է գնանք անցնենք արդեն ավելի պրակտիկ աշխատանքի։ 2 վայրկյան ու գալիս եմ։ Ես պատրաստ եմ։ Գնացինք։ Քանի մեր թիմը պատրաստվում է հիմնական դասին, ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման հովանավորներին։ Առանց սահման հաղորդման գլխավոր հովանավորն է Գալֆը։ Առանց սահման հաղորդման հովանավորն է Պետրոլերոն։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին Garmin-ին եւ TTH Performance-ին։ Իսկ մենք գնում ենք առաջին դասին։ Գնացինք։ Իսկ ապին եմ։ Ես արդեն պատրաստ եմ, դաջեմ։ Հրաշալի դա։ Ոնց է, տեսքս գնահատի։ Շատ լավ է, ոնց որ։ Լավ ճաշակ ունեմ, ախպերից։ Այս on-road մոտորները, քաղաքային մոտորները որ քշում են, հիմնականում Դանգրատի վրա են նստում։ Այստեղ էդի չունենք, բացատրեմ ինչի։ Ու մեկ էլ քաղաքային մոտորները հիմնականում նստում են ձախ կողմից, աջ կողմից չեն նստում, էլի։ Իսկ Enduro-ն նստում են ոնց պատահի, էլի ոնց որ։ Հիմա բացատրեմ, այստեղ ինչ է կատարվում։ Դանգրատը բացած, չէ՞, սա։ Մոտոն նստում են։ Սա չէ, ինչի՞ չէ։ Հիմա բացատրեմ։
հələ կսխմես մոտոն ներքև։ Փորձես ամորտիզատորը, այս հետևի մասից ամորտիզատորը աշխատացնես։ Չի աշխատում, չէ՞։ Հա։ Հիմա փակում ենք։ Հիմա նորից սխմի։ Օ։ Այսինքն ի՞նչ է նշանակում, որ դու դանգրատը չբացես, նստես վրան, ինքը չի իջնելու պասատկեն։ Հա։ Իսկ այս դեպքում հա, այսինքն միշտ էնդուրոն դանգրատը բացում ենք, նոր ենք նստում վրան։ Ու նույն ձև, վրից իջնում ենք, նոր դանգրատը փակում։ Հիմա փորձի մի հատ նստես վրան։ Օփ։ Շատ լավ։ Տեսնենք ոտերը ոնց է հասնում։ Այս պահը ես մի պահ աստի բավոր ընկնում։ Չէ, ոտերը լավ բավականին հասնում է, բայց նաև խնդիր չի, երբ որ ոտքերը չի հասնում։ Օրինակ մտածում են, այս մոտոն բարձր է, մենք չենք կարող քշենք, դա միֆերա տենց բան չկա։ Ինձ էլ են ժամանակին ասել, ինչ էնդուրո քոբոյի համար ոնց որ էնդուրոն ճիշտ չի։ Նախանձել են, չեն ուզում դեր գործ սկսել։ Չէ, ասի, տենց պրոստը պատկերացումից դուրս է, որ դու կոլոտ ես մոտոն բոյով ոնց ես քշելու։ Բայց սա ոնց հասկացա փորձի հետ կապված Հա, բան է։ հմտություններ է, ձեռքս բերում ու Պես նստում ես։ սովորացնում ենք մենք ոնց կարճահասակ մարդը սենց բարձր մոտո քշի։ Լավ, մոտոն նստելուց ղեկը բռնում ենք սենց, երկու մատը ստեղ, երկու մատը ստեղ։ Նույն Սրանք արգելակներն են։ Այսի դիմացի արգելակն է, սա քլաչն է, կոնուս, մեր լեզվով ասած կոնուսն է։ Ահա, լավ։ Հա, աչ ոտի տակ հետևի տորմուզն է։ Հələ։ Էս։ Հա, այդ հետևի տորմուզն է։ Ահա։ Ձախ ոտի տակ է գտնվում է սկորուստները։ Օ, այս մեխանիկա է։ Հիմա բացատրեմ, հա։ Գլուխ կոտրուկ է սենց պայտակ թվում։ Տեղափոխվենք սենց ավտոյի պարագայում, հա, ասենք մեխանիկական ավտո քշողը հո ինքը անընդհատ չի մտածում, որ սկորուս դնի կամ նայի։ Մեխանիկորեն անում, հա, ճիշտ է քաղաքի մեջ անհարմար է, բայց մենք սա քաղաքի մեջ չենք քշում, այսինքն մեխանիկորեն բոլորը անելու է։ Լավ, հիմա առաջի վարժությունն ենք անում իրար հետ։ Ուզում եմ կոնուսը սեղմես, ապես, ուզում եմ դիմացի տորմուզը սեղմես, ուզում եմ գազը սեղմես։ Ահա, չէ, հետ։ Նայ, այս երկու մատը միշտ պահում ենք ստեղ, ամեն դեպքում։ Հիմա գազն է, սա գազն է։ Հա։ Հիմա կրկնում ենք մի քանի անգամ կոնուս, դիմացի տորմուզ, գազ։ Հիմա նայ, ձեռքդ տուր։ Դիմացի տորմուզը պուլսային ենք սեղմում, այսենց, որ պատկերացնես, այսինքն off ու on չունենք, տխ չկա այսինքն։ Հա։ Կոնուսն էլ նույն ձև քլաչը։ Հա։ Էլի զգալով ենք անում, նույն ձև գազը։ Գազն էլ off ու on չկա, այսինքն չունենք բացել կամ փակել։ Ունենք ռեգուլյատորի տիպի, աստիճանաբար, հա։ Okay։ Հիմա մի քանի անգամ կրկնում ենք կոնուս, դիմացի տորմուզ, գազ։ Հիմա առաջի սկորուսի տակ կարելի է խոտ տալ ու շարժվել։ Հիմա կոնուսը սխմի երկու մատով։ Պետք է սովորենք, որ երկու մատով։ Մեքենայի նման չի, որ սենց անենք, խոտ ընկնի, այսինքն մի հատ էլ աչ տանենք։ Ուղղակի սկզբում բացում է, հետո ինքը ունի առանձին ստարտեր։ Ահա։ Սեղմի, բայց կոնուսը այդ դեպքում էլ չես թողում։ Նորից բռնի։ Չունենք այդ գազը։ Նայ, էսի միշտ վրան ես պահում։ Էս նրա համար չի, որ դու շուտ կարանաս արգելակես, հա։ Էս նրա համար է, որ ուղեղդ զգա ինչքան գազ ես տալի։ Այ հիմա դասը սկսում ենք, դրա համար սաղավարտը պարտադիր է դնել է։ Դժվար ինքը մենակ այդ վերևի մասն է։ Такой красивый, я не могу. Ես պահություն ծննդատնից եմ հելում։ Նայ, սաղավարտը կոշկելու ձևն էլ սովորացնեմ։ Սա պրոֆեսիոնալ կարգն է, պրոֆեսիոնալ ձևերն է, տարբեր ձևի կա, բայց սա ճիշտ ձև է։ Սկզբում, եթե sense դրած է, երկու հատի մեջով անցնում է, այ երկու կանթի մեջով անցավ, ու մի հատի մեջով, արդեն իրանց մեջտեղով հետ է գալի մի հատ։ Հասկացա։ Վերջ, ու sense կարաս արդեն փակենք։ Բայց հիմա մի հատ ցույց տամ ոնց է սաղավարտը հագնում։ Երկու բթերով այստեղից բռնի, մենակ բթերով։ Ու դիր գլ։ Հիմա աչքերդ առանձին դզում ես։ Պա։ Դե վերև մի հատ նայի կոչկեմ։
Էս ինչ սիրունա։ Լավ, հիմա նորից բալանին բացում ես, որ քո ձեռով անես։ Так, մի րոպե։ Տորմուզը սխմած են պահում Չէ, տորմուզը սխմած չես պահում, որովհետև դու կանգնած ես ու մոտոն չի շարժվում։ Ահա։ Կոնուսը հիմա լրիվ սխմի։ Ստարտեր դու։ Սխմի։ Շատ լավ է։ Հիմա մի հատ վարժություն ենք անում իրար հետ։ Դայ։ Կոնուսը շատ դանդաղ սկսում ես թողել։ Հենց մոտոն սկսում է տեղից փորձի շարժվի, այդ պահը զգում ես ու ղեկին ընդհանրապես էլ չես նայել։ Հա։ Էլ ղեկին նայել ամբողջ մեր 7 դասի ընթացքում չենք նայելու ղեկին, հա։ Հիմա կոնուսը սկսում ես զգալով թողել, հենց ուզում է շարժվի մոտոն, նորից հետ ես սխմում, լավ։ Okay։ Ու մոտոին չես նայում։ Հետ սխմի։ Նորից։ Շատ ռեսկի էր, ոնց որ պետք է էսի զգալով անես։ Նորից կոնուս արա։ Այդ զգալու բանը շատ նուրբ է, էլի։ Հա, հենց այդ է պետք սովորենք։ Լավ, հետ սխմի։ Հիմա կոնուսը հանգարց բաց չթողնես ու երկու մատդ միշտ ստեդիր ու փորձի գազ տաս, բայց կոնուսը չթողնես։ Ուզում եմ գազը ուղղակի զգաս։ Նորից։ Մի քիչ ավելի ուժեղ։ Ապրես։ Հիմա նայ, ինչքան էլ գազ տաս, եթե կոնուսը սխմած պահես, մոտոն չի շարժվել։ Հասկացա։ Այսինքն մենք մոտոքշղներով սկսում ենք բան ունենք ասված, որ էսի է փրկությունը։ Հա։ Իսկն եթե միտեղ սխալվում էլ ես, հիշի որ կոնուսը սխմես, էլ չի ավելանալու արագություն։ Հա։ Լավ։ Okay։ Ամեն ինչ որ սիտուացիայում, որ ասենք օրինակ, չգիտեմ, զգում ես կարող անգնես ինչ որ բան, կոնուսը սխմի ուղղակի։ Հա։ Okay։ Լավ, հիմա մի հատ էլ ենք բան անում։ Կոնուսը թողում ես քիչ, գալիս ես իմ մոտ, լրիվ բաց չես թողնում։ Հենց հասնում ես իմ մոտ, նորից հետ ես սխմում։ Ոտերով էլ քեզ օգնի։ Ոտերով պայի, քեզ օգնի։ Արի։ Կոնուսը սխմի։ Տես, էս միամիտ գազն է։ Հիմնականում սկսնակների խնդիրը հենց այդ է, որ առաջի վթարները իրանք ունենում են հենց սրա պատճառով, որ իրենք բռնվելու տեղ են ման գալի, բայց իրականում հենց գազ են տալիս։ Այս ձեռը սառում է վախից, հա, ու գազ են տալի միամիտ։ Գազի հետ պետքա ուշադիր լինես, մեկ էլ սա իրականում ֆայմեցիր արեցիր, կոնուս սխմեցիր, ինքը էլ չշարժվա իր տեղ։ Մեքենա քշելուց, մեքենա քշում ես չէ՞։ Հա, մեքենա քշելուց։ Դու ղեկի հետ բավարոց sense չես մտնում, չէ՞։ Կարում ես, չէ՞, նայես ձախ, աջ, որտեղ որ քեզ։ Ահա։ Սրա մեջ էլ է։ Հիմա որ այս շրջանները ֆռում ես, ավելի շուտ նայի, 90 աստիճան իրավունք ունես sense նայես, լավ։ Հա։ Կարճ, այդ պագրիշկայի մոտով։ Որ ասեմ չեմ լարվում սուտ կլինի, մի քիչ լարվում ես, որովհետև պարզվեց, որ այն պահին, որ քեզ կորցնում ես, ուզում ես դանդաղ ես, ձեռքդ գցած է լինում ես գազին ու հնարավոր է միամիտ ուժեղ։ Չէ, պետք։ Դրա համար պետքա գալ ու ինստրուկտորի հետ կետ անցնել դասերը, տուն ինքը գլխուտն ես բաներ չանել, որպեսզի ոչ մի անախոր պատմություն չլինի։ Ապրես։ Հիմա ձախ ոտդ բացում ես, ինձ ես նայում։ Նայ ինձ, ֆրա։ Ապրես։ Շատ լավ է, նայ ինձ։ Ֆրա։ Ապրես։ Էլի նայ, չկորցնես ինձ։ Ապրես։ Դե գնա հիմա ֆրա հետ արի աչով նույն բանը, այնտեղ հանգիստ ֆրա արի։ Օ,
Բրավ, նայ, ստենայ, չի կարելի ինձ, արի, ստենայ, շատ լավ է։ Կոնուս ու տորմուս, ապրես, լավ է։ Հիմա նայ։ Հիմա նայ, սկզբնական շրջանում դու պետք է մի հատ բանի ուշադիր լինես, որ ղեկը սենց չի։ Սենց ղեկը անում են արդեն բավականին փորձ ունեցողները։ Այսքան որ ծալվում է, հələ մի հատ տորմուզին սխմի, Որքան։ նա ինչ շուտ անգնում գետ։ Այսինքն քեզ պետք չի այդքան ծալեր, դու միշտ իմացի, որ մարմնով ես գործը պետք անես, այսքանը քեզ ղեկը հերիք։ Okay։ Հա։ Սենց մի ծալի, հենց սենց ծալեցիր իմացի, սկզբնական շրջանում հաստատ պետք է ինգնես։ Գնում ենք 20 րոպե հանգիստ։ Գնացինք։ Այդ ընթացքում էլ ճիշտ ասած բանից է ուզում խոսալ։ Մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Էնդուրո կրոս տարբերություններ, չէ։ Ես որպես մարտով սենց գնանք էլի։ Ես մարտով կապ չունեմ այդ ոլորտի հետ, տենց вообще ֆիքսեցի տարբերությունը։ Եթե հնարավոր է մի քիչ ավելի։ Իհարկե, իրականում իրանք ամեն ինչով են սենց ասած տարբերվում բացի տեսքից։ Ամորտիզատորների խոդն է, օրինակ կրոսինը շատ կարճ է, ինքը չոր է, ինքը նախատեսված է ջամփերի համար, թռիչքների համար է շատ նախատեսած, որը էնդուրոյի մեջ չկա։ Էնդուրոն ավելի փափուկ է, կարող է քարքարոտ ճանապարհներ գնա։ Հետո մոտոկրոսի շարժիչները հիմնականում ժամային են լինում, այսինքն ինչ որ X ժամը 1 պետք է սպասարկվի։ Սկորուստները լինում են էնդուրոյին օրինակ 6 հատ, մոտոկրոսինը 5 հատ, 4 հատ։ Այսինքն ինքը կոնկրետ սպորտ տեխնիկա է։ Իսկ էնդուրոն օգտագործվում է թե քաղաքում, թե սարերում, թե արտաճանապարհներին ասենք։ Այսինքն քաղաքում իրան վարել կարելի է։ Հա, ամեն ինչ ունի, ամեն պայման ունի որ քաղաքում վարես։ Իրավաբանական տեսանկյունից։ Այո, իհարկե, կարելի է։ Իր համար է Մեր համվում։ պարկի մոտոներից շատերը համարներ ունեն, պրավայով նորմալ քշում ես քաղաքում։ Դա առաջի կարգն է, չէ՞, ակարգն է։ Ակարգը, հա, ակարգի վարորդական եթե ունես, կարաս քաղաքով օրինակի համար գարաժիցը դուրս գաս, քշելով գնաս քաղաքից դուրս գաս, բարձրանաս սարեր։ Իսկ ձեր մոտ հնարավոր է գալքենության համար պատրաստվել։ Չէ, մեր մոտ հնարավոր չի, այդ պայմանները չունենք, բայց մեր մոտ տուրերին մասնակցելու համար մեր արշավներին պրավա պետք չի, որովհետև լրիվ օֆրոդային։ Հա։ Հենց որ իրավաբանական տեսանկյունից ամեն ինչ լավ է։ Մեր մոտ, եթե ինչ-որ մեկը գալիս է 7 դաս վերցնում է, այդ 7 դասից հետո ես իրան տալիս եմ սերտիֆիկատ, որ մեր մոտ դասերի է անցել, ու այդ սերտիֆիկատը շատ հայտնի սերտիֆիկատ է, այսինքն FIM-ի կողմից է տրամադրվում։ Հարգված սերտիֆիկատ է։ Ամենտեղ պատծակող սերտիֆիկատ է, որ ասենք երկրից դուրս գա ինչ-որ միտեղ ուզենա ռենտ անի, փոխարենը այդքան պատմի, որ չէ, ես իրականում քշել գիտեմ, տվեք ինձ մոտ, այդ սերտիֆիկատը ցույց է տալի, ունդեղ ընդունվում է, որ հա, այս մարդը քշել է, սովորել է, քշել գիտի։ Առաջի դասի առաջի հատվածը կարելի ասել ավարտվեց։ Ամենաառաջինը ինչը որ սովորեցինք, դա բալանս պահելն էր։ Այսինքն, sense առաջի հայացքից մոտոցիկլը ինձ ավելի թեթև էր թվում, բայց ինքը մոտ 110 կիլո էր ու մենք սովորեցինք իրան նենց դնել, նենց պահել իրան, նենց հավասարակշռությունը պահել 4 կողմերից, որ մի մատով հնարավոր էր ուղղակի ֆիքսել։ Դա ամենաառաջի քայլն էր, ու հետո քայլ-քայլ արդեն կտեսնեք ինչ է լինում։ Գնամ շունչ քաշեմ։ Ես կանեմ համ սխալ ձևը էնդուրով պավարոտ մտնելու, համ ճիշտ։ Դու պավարոտ էիր մտնում քաղաքային մոտով, on-road բայքի պավարոտ էիր մտնում։ Էնդուրո քշողները ունեն ոտքերով պավարոտ մտնելու հնարավորություն, ինչը հեշտացնում է գործը իրականում։ Հիմա ցույց կտամ ես։ Առաջինը ցույց եմ տալու on-road-ի ձևը, որը որ սխալ է էնդուրով տենց պավարոտ մտնել։ Երկրորդը նոր ցույց կտամ արդեն ճիշտը։ Давай։ Այս road biking-ն է։ Այս enduro։ Ոյրինի։
Դազեց։ Արի սենց նայենք մոտոյին։ Բենզաբակ, մոտոր, շարժիչ, այս մայատնիկն է իրեն ռուսերենով։ В общем, սաղ ծանրությունները սենց հետևի վրա անգած։ Դիմացը կա երկու հատ ամորտիզատոր, բանտաժում, բայց ինքը ոնց որ մոտոների մոտ սենց է 60% հետև, 40% դիմաց։ Այդտեղ ոնց որ մի քիչ ուրիշ ձև է, 20-80 անգնում։ Այսինքն մեր ոտով, որ ոտը բերում ես առաջ, այսինքն եթե ծանրություն կա դիմացի հակի վրա, գրիփը իր ավելի լավ է դառնալու, փաստացի։ Ու կոնտր սվեչվնյա ես կարում անես, երբ որ ոտը տեսկում, այսինքն ոտը տեսկում, մարմինը տեսկում։ Հավասարակշռություն պահելու ձև է, էլի։ Ու էնդուրո քշողները բոլորը օգտվում են դրանից։ Հայք հանգստանալու։ Գնա հանգստանալու։ Ուրեմն սենց է 25 րոպեն մեկ կանգնացնում եմ, ուղարկում եմ հանգստանալու, որ ձեռները չբռնվի։ Եթե ձեռները բռնված եղավ, կարա ինքը միամիտ գաստա, չկարանա կառավարի իր սեփական ձեռները։ Դրա համար հանգստացնում ենք, նորից թողում ենք մտնեն։ Հա, պարբերաբար դա պետք է արվի։ Հա, միշտ արվում է։ Այսինքն իմ պարապմունքի տևողությունը 2-ից 2.5 ժամ է, բայց այդ չի նշանակում, որ 2.5 ժամ պետք է իրանք մոտոյի վրա լինեն։ Սկսնակի համար շատ բարդ է 2.5 ժամ հենց մոտոյի վրա մնալ։ Տեսնում է նորմալ ռայդերին էլ է դժվար։ Անգամ տենց։ Թոփ ընկերությունները, ֆիրմաները, որ բայք են արտադրում, որոնք են։ Ամենաթոփը KTM, Husqvarna, GazGaz, այդ երեքն են։ Դրանից հետո 4-րդը գալիս է Beta, 5-րդը Sherco, նոր հետո ճապոնականների շարքն է սկսվում։ Ոչ մեկը ծանոթ չէր։ Ես գիտեմ Honda, BMW։ Շատ ճիշտ է, բայց դրանք on-road բայկերի մեջ են լավագույնը, off-road դաշտում եվրոպականներն են ամենալավը ու իրանց ապացուցել են։ Այսպիսի բայկը ամենալավ կոմպլեկտացիա։ Հայաստանում կարժանա մոտ 7.5 միլիոն դրամ։ 7.5 միլիոն դրամ։ Բայց դրա տեղը բերել ենք դրա կոպիաները, ալտերնատիվը, որ 1 միլիոն 300, 1 միլիոն 400 հազար դրամ մոտավորապես եմ ասում, որոնք աշխատում են Հայաստանի շուկայում, այսինքն 2-3 տարի, օքեյ, ասենք ես այս բայքով չինական բարձրացրել եմ Արագածի հարավային գագաթ, առանց խնդիրների։ Ուզում եմ ասեմ, այդ մեծ ռեզուլտատ է, քիչ չի չինական մոտոյի համար, այսինքն ոչ մի բան վրան չի փչացել այդ ռայդի ժամանակ։ Այսօր կանի որ մեր պրոդյուսերի ծնունդն էլ է, ձեր թիմը որոշել է շնորհավորի։ Եկեք շնորհավորի։ Եկեք միասին։ Շնորհավոր, շնորհավոր, շնորհավոր։ Ախի չիդ վրա է ուրախ։ Ո՞համար եմ ուրախ։ Քեզ ամենալավ բարեմաղթանքները, իմիջայից ովքեր տեղյակ չեն, առանց սահման հաղորդման մտքի հիմնադիր, հեղինակ ու պրոդյուսերը Արեն Գասպարյանն է, շատ բարի մարդ, լավ մարդ, մի քիչ չաղ մարդ, բայց մենք իրար։ Բրավո Արեն։ Ես եւ ուղղակի մի առանց սահման անձնավորություն։ Մեր հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը այն է, որ էնդուրոն լեռներում հիմնականում քշում են 70%-ը քշում են կանգնած դիրքում, իսկ դու այսօր ամբողջ օրը նստած ես քշել, ես ուզում եմ ոնց որ էտել փորձես։ Աղուրը նստել ես ապեր։ Էտել փորձես, տենաս էդխի են մոտավորապես անում։ Ու այդքանով կեզրափակ ենք այսօրվա համար, ինքդ ես ասում, որ լավ էլ էներգիա տանում։ Սիրակուսական մի րոպե, ահա, շա։ Այս որ խնդրեմ կօգնես։ Լավ, ասցիր որոնք են top բայքերը։ KTM, Husqvarna, GazGaz։ Ինչական են դրանք։ Դրանք ավստրիական են, հիմա Ավստրիան արտադրում։ Okay, հիմա ես իրան ուղում եմ։ Ուղում ես, դանկրատը փակում ես։ Այս դանկրատը բանը չէ։ Հա, ռեզինի մեջ ես դնում ու։ Լավ, երբ որ մոտոյի վրա կանգնում են, ուղղակի չես կանգնում։ Կանգնելու ժամանակ մոտոն պետք է սխմես։ Մենք ռուիլից չենք բռնում, ղեկից չենք բռնվում մոտոյի։ Ղեկը նրա համար է, որ օրինակ տորմուզ տանք, գազ տանք, կոնուս անենք, հա, մոտոն մենք բռնում ենք, ոնց որ մոտոյից բռնվում ենք ծնկներով։ Այս կորպուսից այսինքն։ Չէ, ստեղից։ Հələ մի հատ հիմա կանգնի, ես քեզ պայել եմ։ Կանգնի մոտոյի վրա, դիրքը ճշտենք։ Կանգնի։ Պայել եմ, ես քեզ կանգնի։ Հա, հանգիստ։ Այն որ ասում էի մոտոն իրականում քաշ չունի, եթե ճիշտ պահես։ Էհն, էսի քո դիրքն է, հա։ Հիմա հələ ձեռների դիրքն է ճիշտ դզի։ Մատերի դիրքը։ Մի քիչ էլ հետ։ Էլի հետ։ Ահա, գլուխը սենց առաջ։
Մի քիչ տազդ հետ։ Այսի իսկական ռայդերի դիրք։ Մի քիչ ծալած պետք է լինեն ծնկներս։ Չէ, սենց լավ է։ Okay։ Հիմա իսկական ռայդերի դիրք ունես դու։ Էսի ֆիքսենք։ Էսի պետք է Չգիտեմ պահես։ երբ կլինի։ Էսի իրականում ժամանակի ընթացքում է ձևավորվում։ Հիմա որ քշես, էլ չես գալու սենց սիրուն կանգնես։ Հիմա որ կողից քեզ տնեն, կմտածեն մի 3 տարվա մինիմում ռայդեր ես։ Դե սկրինշոթ անենք պահը։ Հա, նկարով կարաս տենց բան ունես։ Շատ լավ է։ Հիմա ինչ ենք անում։ Ձախցունգը թուլացրու։ Չէ, նույն տեղը ուղղակի մի քիչ բաց թող։ Ես թերթ եմ դնում արանքը։ Հա, էդի։ Սխմի։ Հիմա աչը։ Սխմի։ Սխմի։ Հիմա պետքա նստես, էլի սխմած։ Նստի։ Կոնուս արա։ Խոտ տուր։ Նայ։ Հենց տեղից փոքր մի քիչ գնացիր, պետքա կանգնես, բայց կանգնելուց ինչ ես անում։ Սենց աստիճանաբար չկանգնես։ Մի անգամից ելնում կանգնում ես դուրքով։ Աստիճանաբար երբ որ սկսում ես կանգնել, բալանսը կորցնում ես։ Պետք է մի անգամից ելնես կանգնես։ Հասկացա։ Հիմա տեղից փոքրում ես, գնում ես։ Ասի, մի վարքյան դզեմ։ Ես դզած եմ։ Ես քեզ բայել եմ, գնա։ Գնա։ Հենց հարմար լինի մի անգամից կանգնի։ Չէ, թող տոնուսը։ Ապրես, դե հիմա ոտերդ այտենց քշի։ Սխմած։ Հիմա շատ լավ է որ սենց ստացվեց, Որտե վրես ազդում էի։ չէ, կակրաս կխոսանք նրա մասին, ես քեզ սկզբում ասացի, չէ, հիմնական սկսնակների խնդիրը նա, որ մի ամիտ գազ են տալի ու չեն զգում։ Հա։ Հիշում ես։ Իմիջայից ես հատուկ չարեցի, նենց չի փորձում էինք նահաստատվեմ։ Հա։ Ես խելոք Ես աշակերտ տեսա եմ։ որ դու մի ամիտ ձեռդ մնաց գազի վրա։ Դա սկսնակների խնդիրն է ու ամենաշատ վթարները կոպիտ ասած դրանից են լինում։ Ինչ անենք որ դրանից խուսափենք։ Նստի մոտոյի վրա։ Մի վարքյան։ Զգում ենք։ Նստում ենք։ Մի ոտը դիրստեղ, իր տեղը։ Հիմա նայ։ Դու հետ նստած ես։ Ահա։ Երբ որ հետ նստած ես լինում, ձեռները պարանի նման է լինում, այսպես։ Էսի ամենասխալ դիրքն է, որ դու ունեիր այդ դիրքը հենց։ Ասենք, հիմա բացատրեմ։ Ձեռներդ ուղիղ պայի։ Սենց հետ նստած որ քշում են մոր։ Հիմա նայ։ Առաջինը աջ ձեռդ գազա տալի արդեն ինքն իրան։ Հա։ Պատկերացրեցիր, որովհետև սենց պարանի պես թևերդ Չունեմ մանևրելու տեղ Այո, էլի։ պարանի պես թևերդ բռնված է, հենց հետ ես գնում մի անգամից քաշում է։ Դրա համար ռայդերները մի քիչ առաջ են նստում։ Ես։ Տեղ են թողում, որ այս մասերը ծալվածք ունենա։ Հա։ Որ ղեկը սենց շարժվի, դու տեղ ունենաս չքաշելու։ Պատկերացրեցիր։ Այո։ Հիմա նույն բանը դրա համար ուղակի քշի, բայց քշի այս դիրքով, որ սենց էս ձեռները ծալված լինի, տեղ ունենա մանր։ Պատկերացրեցիր, ու տես ինչքան հարմար է։ Հասկացա։ Հիմա էս ու իրար հետ ոտերը։ Այո։ Մի քիչ էլ։ Так, հիմա սխմած պահում ենք, բանալին փակում ենք ու այսքանով պրակտիկ դասը ավարտում ենք։ Այս քեզ կողմ։ Ահա, մի վարքյան, այս պահել։ Ահա։ Սա դնում ենք, որպեսզի բայկը մնա։ Առաջի անգամվա համար 10-ից 10 եմ գնահատում։ Կեղծ շատ լավ էր պարապմունքը։ Ես Միշտ չի որպես որ տենց եմ ասում, ես անկեղծ եմ ասում։ Առաջի անգամվա համար 10-ից 10 եմ գնահատում, այսինքն այն ինչը որ պետք է անեիր որպես առաջի պարապմունք արել ես։ Ես էլ 10-ից 10 եմ գնահատում այս փորձառությունը։ Չգիտեմ, առաջի հայացքից կարող է թվա բայկա, քշելա, պարզ է, այդքան եթե հեծանիվ գիտես։ Չէ, կա ֆիզիկայի օրենքներ, կան հոգեբանական պահեր, երբ որ դու պետք է հաղթահարես, որ չընկնես, բայց շատ հավես է։ Լավ ջան,
Նախ հիմա ես կխնդրեմ այստեղ մենք կավելացնենք ձեր էջը, որովհետեւ եթե ցանկացողները լինեն, ձեզ գրեն ու իմանա։ Իսկ ամենաօպտիմալը այդ 7 պարապմունքն է, այսինքն ձեզ մոտ կարելի է գալ լիարժեք ռայդեր դառնալ։ Չէ, լիարժեք ռայդեր չես դառնա, 7 պարապմունքի ընթացքում դու առաջի տուրի հնարավորությունը կունենաս, առաջի թեթև տուրի, արշավին կարաս մասնակցես։ Այսինքն ունենք մենք հատուկ մարշրուտներ սարքած տուրերի համար, որ առաջի մարշրուտին կարաս պատրաստ ես մասնակցես, այսինքն 7 դասի ընթացքում պարտավորվում ենք մենք։ Հա, Եթե չէ, արդեն հավելյալը դա մեր կողմից է գալիս, արդեն պարապմունքը, այսինքն չեք վճարելու, բայց մենք էլի պատրաստելու ենք։ այսինքն դուք արդյունքը տեսնում նոր բան եք անում։ Ուզում եմ նաև նշեմ, որ մեր մոտ ժամանցի տեղ չի, այստեղ սովորացնում ենք մարդկանց պրոֆեսիոնալ դասեր, տուրեր անել, Այսինքն սա արշավեր։ պրոֆեսիոնալ սպորտ է իրական, ոչ թե տենց տանիքով գաք, խորոված ուտելու փոխարեն այստեղ։ Հա, էլի ժամանցի կենտրոն չի, բայց նաև դա չի նշանակում սպորտ, հա, այստեղ երկու տարբերակ ունենք։ Ովքեր ուզում են դառնան սպորտսմեն, խնդրեմ, մենք դասավանդում ենք որպես սպորտսմեն, որպես սպորտսմենի համար, բայց նաև մենք ուղղակի սիրողական արշավներ, որ Հայաստանում լեռներում ճամփորդեն, դրա համար ենք սովորացնում։ Իսկ եթե ես ունեմ բայկ, կարամ գամ ուղղակի ձեզ մոտ ես ինձ համար պարապեմ։ Այո, եթե բայկը համապատասխանում է այս ստանդարտներին, այսինքն hard enduro ոճա, ուրեմն իհարկե։ Իմիջայլոց այդ համապատասխանել բառից էլ հասկացանք, որ այս ամեն ինչը վերահսկվում է մոտոցիկլի ֆեդերացիայի կողմից։ Մոտոսպորտի ֆեդերացիայի կողմից ամեն ինչը վերահսկվում է։ Այնպես որ այստեղ այդ ամեն ինչ մաքսիմալ պրոֆեսիոնալ տարբերակով է, էլի, տենց տնավարի բան չկա, հենց որ եթե դուք ուզում եք որակյալ սպորտ, ապա այդ տեղն է, որտեղ որ ուզում եք։ Դավիթ ջան, իրական ես շատ շնորհակալ եմ համ փորձառության համար, համ այս տեղի, համ որ ես չգիտեմ որ Հայաստանում տենց բան կա, ինձ թվում է շատերն էլ ու մեր հեռուստադիտողն էլ որ տեսնի, համոզված եմ ցանկացողներ էլ կլինեն, ձեր հետ կապվեն, կիմանան ու համոզված եմ մի տարի հետո, երբ որ հանդիպենք, դուք զգալի տարբերություն կնկատեք։ Շատ շնորհակալություն, ես շատ ուրախ եի, որ մեզ հյուր եկաք։ Հուսամ մի տարի հետո ավելի շատ բան կփոխվի, չնայած հիմա այդքան էլ դժգոհ չենք այս ունեցածից մեր, որովհետև շատ հետաքրքրվողներ կան արդեն իրականում, շատ աշակերտներ ունենք, որ սովորում են տուրեր ունենք։ Ես տեսա, առնվազն 2 Աշխարհի չեմպիոններ են արդեն մեր տուրերին մասնակցել, top 1, top 2։ Դա դեռ անցած տարի։ Այս տարի էլ հիմնականում Ռուսաստանից են գալի, Եվրոպայից են գալի, միջազգային տուրեր ենք արդեն կազմակերպում։ Միջազգային տուրը Վրաստանով, բանով։ Չէ, միջազգային նկատի ունեմ ամբողջ աշխարհից, արդեն Հայաստան գալիս են, Ամերիկայից եկել են, Եվրոպայից եկել են, Իսպանիայից եկել են, Ռուսաստանից։ Իբր ես գիտեմ, էլի։ Հիմա մեկ ամիս հետո էլ նորից տուր ունենք, 12 հոգանոց տուր է, Ռուսաստանից բլոգերներ են գալի, էնդուրո բլոգերներ, որ Հայաստանը նկարեն, իրենց համար էսի նոր լոկացիա է։ Կասեք ճիշտը որն է, իմիջայլոց։ Ես ձեզ այս պահին ասում եմ ցտեսություն ու ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել առանց սահման հաղորդման հովանավորներին։ Մեր գլխավոր հովանավորն է Գալֆը։ Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր Պետրոլերոին եւ մեր գործընկերներին Garmin-ին եւ TTH Performance-ին։